Բարի երեկո սիրելի հյուրեր, բարի երեկո սիրելի հեռուստահանդիսատես, Կենտրոն հեռուստաընկերության եթերում դիպված հաղորդումն է։ Ուզում եմ բոլորին մաղթել բարի երեկո, առավոտ լուսող արեգակ Նարդարի սպասումով։ Նախ խորին շնորհակալություն, որ դուք այսօր ձեր թանկագին ժամանակը նվիրել եք դիպված հաղորդմանը եւ այսօր գտնվում եք մեր տաղավարում։ Շնորհակալություն եւ ջերմագին ողջույններ։ Եվ այսպես, սիրելի բարեկամներ, եթերում դիպված հաղորդումն է։ Այսօրվա հաղորդման ասույթն է։ Ինքնահաստատման կամքը եւ հոգու արիությունը օգնում են մարդուն իմաստավորելու կյանքն ու դիմակայել ճակատագրի հարվածներին։ Այժմ ծանոթանանք մեր հաղորդման հերոսի դիպվածին։ Խնդրեմ, նայում ենք էկրանին։ Քաչ հայտնի է, որ այն ժամանակներից, ինչ գոյություն ունի մարդկային հասարակությունը, գրեթե միշտ ուժն է եղել բազում հարցերի լուծման վճռորոշ պայմանը։ Չեմ կարծում, որ ծնողներս անտեղյակ են եղել այս իրողության մասին, բայց փոքր հասակից ինձ ուղարկել են մի խմբակ, որի պարապմունքների ժամանակ միայն մեղմություն ու քնքշություն էր կաթում հոգուս մեջ։ Սիրով ու հաճույքով էի գնում այդ պարապմունքներին, եւ դժվար է ասել, թե հոգիս դեռ ինչքան պիտի սնվեր ու լցվեր այդ մեղմությամբ ու քնքշությամբ, եթե մի օր հազիվ 10 տարեկան էի, երբ պատահաբար մի ֆիլմ տեսա, որը ինչպես այն ժամանակներում ընդունված էր համարել, միայն դաժանության ու ագրեսիայի մասին էր։ Այն խիստ տպավորվեց իմ մեջ, գրավեց ինձ, ու ես կամաց սկսեցի քայլեր կատարել տպավորվածի տիրապետման ուղղությամբ։ Եվ որոշ ժամանակ անց արդեն դաժանությունն ու ագրեսիան փակեցին այն մեղմության ու քնքշության ճանապարհը եւ շարունակեցին իրենց միանձնյա ընթացքը կյանքիս ճանապարհներով։ Դպրոցն ավարտեցի գերազանցությամբ եւ որքան էլ տարօրինակ է, ընդունվեցի հումանիտար բուհ, սակայն չավարտեցի այն։ Հետո ընդունվեցի մի այլ բուհ, որն ավարտելուց հետո կարծում եմ իմ մեջ կուտակված դաժանությունն ու ագրեսիան պիտի կարողանայի գործադրել ի բարություն մարդկանց, սակայն այն ևս չավարտեցի։ Ծանր հիվանդացա, անհրաժեշտություն առաջացավ վիրահատական միջամտության, որը ցավոք սարսափելի հետևանք ունեցավ։ Վրա հասան հուսահատության ժամանակներ, ասես դուրս մնացի կյանքից։ Փրկության ճանապարհը մեկն էր, դաժանությամբ ու ագրեսիվությամբ մարդկանց վարակելը, որն ինձ համար դարձավ մտածելակերպ, ապրելակերպ, այլ խոսքով կյանքի իմաստ։ Դե ինչ, բարեկամներ, հիմա փորձենք մեկնաբանել մեր հաղորդման հերոսի դիպվածը։ Ինձ թվում է մեր հերոսը դաստիարակվել է այնպիսի ընտանիքում, որ ծնողները արվեստի հետ կապ են ունեցել եւ իրեն տվել են, ինձ թվում է երաժշտական դպրոց, որից հետո, երբ այդ ֆիլմը նա տեսել է, այդ դաժանության մասին, ինձ թվում է այդ արցախյան կռիվների հետ է կապված դա։ Կամ այլ, որ նա նայելով այդ երկու վարկած կարող եմ ասել, կամ երբ նա նայել է այդ դաժանության նվիրված ֆիլմը, երևի այլ ճանապարհով է գնացել, հայտնվել է կալանավայրում։ Երևի այնտեղ ինչ հիվանդություն կամ ինչ որ այնտեղ վեճ է եղել եւ վիրահատել են ու այդպես վատ է վերջացել։ Կյանքը նրան դարձրել է այդ իր տեսած ֆիլմի նման դաժան։ Բարի, շնորհակալություն։ Այլ տեսակետ։ Գիտեք, ամբողջ ընթացքը իսկապես հուշում էր, որ ինքը պիտի անպատճառ գնացած լինի երաժշտական կրթություն ստանալու, հետո երևի ֆիզկուլտ ինստիտուտ ընդունվեց, հետո էլի կիսատ թողեց,
այդ դաժանություն եւ ագրեսիա բառերը քանի որ ճակերտների մեջ են ինձ թվում է համենայն դեպս ինքը մնաց նուրբ մարդ եւ որ վերջում ինքը ասում է որ ես մարդկանց դաժանություն եւ ագրեսիա էի քարոզում սովորեցնում էի լինել դաժան եւ ագրեսիվ եւ կարծում եմ որ այդ դաժանություն եւ ագրեսիա ճակերտավոր բառերի տակ մենք պիտի հասկանանք որ նա համենայն դեպս գանված լինելով կարծում եմ որ գանված լինելով սայլակին նա մնացել էր նուրբ եւ հոգով հարուստ մարդ Շնորհակալություն այլ կարծիք այլ տեսակետ Անձը մեծացել է լավ կիրթ ընտանիքում նրան դաստիարակել են բարի մեղմ քնքուշ բայց կյանքը նրան դժվարություն է մատուցել բարձրագույն կրթությունը չի ավարտել հիվանդանոց ընկել եւ այլն ստացել է մարմնական տկարություն բայց զգացվում է որ չի ստացվել դաժան մարդ նրանից նա մնացել է նույն բարի մարդը եւ այսօր պիտանի է հասարակությանը Թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր հաղորդման հերոսի դիպվածի քննարկման համար կարծում հնչեցին բավականին հետաքրքիր տեսակետներ եւ այնուամենայնիվ ինչպես ամեն մի հաղորդման ժամանակ քննարկումների ժամանակ դրվում են բազմակետեր Իսկ հիմա սիրելի բարեկամներ ես մեր հաղորդման հերոսին հրավիրում եմ տաղավար Արթուր Մալքարյան, մենք ձեզ ողջունում ենք, Արթուր, մեր հաղորդման տաղավարը։ Արթուր, դուք լսեցիք ձեր կյանքի մի հատվածի, կարծում եմ դիպվածային, կարևորագույն հատվածի քննարկում այստեղ, մոտ տեսակետներ հնչեցին, ես կուզենայի հիմա դուք ավելի պարզ ասեիք, թե ինչ տեղի ունեցավ ձեզ հետ եւ հետո նոր կխոսենք ձեր կյանքի այլ դրվագների մասին։ Ուրեմն Առաջին ինստիտուտը ես կիսատ թողեցի բանակում ծառայելու համար։ Մտնեցի բանակ վերադարձա, դրանից հետո այլևս ուզեցի այլ մասնագիտության տիրանալ, սակայն երկրորդ բուհը նույնպես կիսատ մնաց հիվանդանալուց պատճառով չկարողացա շարունակել։ Որն էր երկրորդ բուհը։ Ոստիկանության ակադեմիան։ Չկարողացա ավարտել շուտապույտ անհրաժեշտ էր վիրահատություն կազմակերպվեց եւ վիրահատվեցի Մոսկվայում Բուրդենկոյի անվան հիվանդանոցում դրանց հետո կորցրի քայլելուց ունակությունը սակայն ես 10 տարեկանից զբաղվել եմ կարատե մարտարվեստով եւ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով հանդերձ հիմա ես Կարատեի մարդի չեմ, մարզում եմ երեխաներին, այսինքն 4 պատի մեջ նստած չեմ եւ ապրում եմ լիարժեք կյանքով։ Արթուրը մեկ վրձնահարվածով պատմեց գրեթե ամբողջ կյանքի հիմնական բովանդակությունը ես կասեի, բայց Արթուր ջան, հիմա մենք պետք է ավելի մանրամասն անդրադառնանք այդ ձեր կյանքին եւ ձեր գործունեության այսօրվա, այնտեղ գրված էր դիպվածի տեքստում, որ դուք հաճախում էիք մի խմբակ, որտեղ մեղմություն, քնքշանք էր ծորում ձեր հոգին, ինչ խմբակ է գնացել։ Դա երաշտական դպրոցն էր։ Հայրս ցանկանում էր որ ջութակ նվագել սովորեմ, սովորեցի, դրա հետ մեկտեղ նաև դաշում նվագել սովորեցի, սակայն ավելի շատ ես գերադասում էի, ցանկանում էի գիտար գնալ, բայց այդպես էլ գիտար նվագել սովորեցի, իսկ ջութակ նվագել սովորեցի, սակայն եւ նվագել եմ, բայց իմ հիվանդանալուց վիրահատությունից հետո ձախ կողմը ձախ ձեռքս քանի որ թույլ է այդ ժամանակից էլ ջութակ կամ ձեռքս չեմ վերցել դաշ։ Բարի, ուրեմն գնում եք ջութակի խմբակի, գուցե դառնայիք նորմալ կամ անվանի ջութակա, բայց մի ֆիլմ դիտեցիք եւ հետո արդեն ձեր քայլերը գնացին ոչ թե ջութակի խմբակի, այլ մեկ այլ խմբակի, այսինքն կարատեի խմբակի գնացին։ Մեկ այլ խմբակի ուղղությամբ ուրեմն դիտած ֆիլմը
Բրուսլու վիշապի կղզին ֆիլմներ, ինձ գրավել է ֆիլմի մեջ այն ուժը, մարտավարությունը մենը մարտվարելու, որը օգտագործում էր գլխավոր հերոսը, որին մարմնավորում էր Բրուսլին, հետաքրքրեց ինձ։ Այնքան հետաքրքրեց ինձ, որ ջութակի գնալուց հաճախակի արդեն ջութակը ձեռքս վերցնում էի, բայց փախնում գնում էի կարատեի մարզումների։ Դուք պատկերացնում եք, ջութակահարը գնում է կարատեի մարզումների։ Ուրեմն որտեղ ջութակը, որտեղ կարատեն, բայց մենք կփորձենք այսօրվա հաղորդման ընթացքում կապ տեսնել ջութակի քնքշության, ազնվության, մաքրության եւ կարատեի խորքային բովանդակության միջև։ Ես ուզում եմ ընդհատել մեզ զրույցը եւ մի տեսանյութ ցուցադրել։ Ես կարծում եմ, որ մանկության տարիներին դուք եղել եք այնպիսին, ինչպեսին, որ մեր այսօրվա տեսանյութի հերոսն է։ Դիտենք տեսանյութը եւ շարունակենք։ Մենք ենթադրում ենք, որ Արթուրը մանկության տարիներին այսպիսին եղել, գուցե ինքն էլ չի հիշում, բայց ամենայն հավանականությամբ նման մի մենամարտ եղել է։ Իսկ ինչ կադրեր է տեսել Արթուրը, որ սիրահարվել է ջութակը ձեռքին, ջութակը թողնելով գնացել է կարատեի պարապմունքների։ Հիմա դիտենք այդ հատվածը։ Խնդրեմ տեսանյութը։ Խարա։ Արթուր, ես խնդրում եմ հիմա պարզաբանեք, այստեղ որտեղ է ագրեսիան, եթե կա ագրեսիա, որտեղ է դաժանությունը եւ ինչ ստեղծագործական միտք կա, որ դուք նաեւ մի առանցին գրքում գրել եք կարատե արվեստի մասին։ Ուրեմն կարատե մարտարվեստի մեջ ճակերտավոր դաժանություն, դե նույնիսկ ճակերտավոր չէ, ընդհանրապես մարդուն հարվածելը, մարդուն խփելը, դաժան է, դաժանություն է, ու քաղաքակիրթ մարդիկ դժվար թե իրենց թույլ տան, ինչ-որ մեկին հարված են, քանի որ ունեն արտահայտվելու միջոց, լեզու, ինձ թվում է երկու բանական անձիկ միշտ իրար լեզու կգտնեն, իրար կհասկանան։ Առանց ֆիզիկական ուժի դիմելու։ Առանց ֆիզիկական ուժի դիմելու, եթե իրոք այդ մարդիկ քաղաքակրթված մարդիկ են։ Կարատե մարտարվեստը ստեղծվել է հենց ավազակներից հիմնականում պաշտպանվելու համար։ Կարատե մարտարվեստը ինչ է նշանակում կարատեդո, դատարկ ձեռքի Այսինքն դաժաններից պաշտպանվելու։ Ագրեսորների դեմ, դաժանների դեմ, դաժաններին եւ ագրեսորներին հակահարված տալու համար։ Ես ճիշտ եմ ընկալում։ Միանշանակ պարոն Հարությունյան, այո, կարատեն ոչ թե ագրեսիվ հարձակում է, այլ պաշտպանություն է ագրեսիա եւ ագրեսիվություն դրսևորող մարդկանցից։ Արթուր, դուք այն ժամանակ, երբ ընդունվեցիք ակադեմիա ներքին գործերի, 24 տարեկան։ Դուք արդեն ամուսնացել էիք։
Թե հետո ամուսնացաք։ Չէ, երկրորդ կուրսը երբ ամուսնացա։ Երկրորդ կուրսում ամուսնացաք։ Այո։ Ամուսնությունից ինչքան ժամանակ անց այդ չարաբաստիկ հիվանդությունը ձեզ հարվածեց եւ որոշ ժամանակ անց ձեզ գամեց սայլակին։ 8 ամիս։ 8 ամիս հետո դուք հիվանդանում եք։ Այո։ Հիվանդանալուց հետո ծնվում է ձեր դուստրը։ Հիվանդությունից հետո ես հիվանդանոցում եմ, երբ դուստրս ծնվեց։ Երեխայի ծնվելուց մի 2 օր հետո հիվանդանոցից դուրս գրվեցի։ Չնայած ծնողներս դեմ էին, ցանկանում էին դեռ հիվանդանոցում պետք է բուժման կուրս կար մինչև վերջը ավարտելու, սակայն ինչ որ չար մի կանխազգացում կար մոտս, ես ցանկացա արագ տուն վերադառնալ, երեխայիս տեսնել, այդպես էլ եղավ, հայրս ընդառաջեց եւ եկանք տուն, իմ ցանկությունը կատարվեց երեխային տեսնելու համար։ Այդ պահին ինձ համար կարևորը ոչ թե ես էի, այլ երեխային տեսնելը։ Արթուրի դուստրը Մայլեն հիմա տաղավարում է, Մայլ ջան, մենք ձեզ ողջունում ենք։ Արթուր ջան, շատ դեպքեր էր եղել, երբ ամուսինը հայտնվում է հաշմանդամության սայլակին, շատ կանայք լքում են իրենց ամուսիններին։ Այդպես էլ է պատահել։ Բայց